Նոր քրեական գործեր, միջնորդություններ ու մեղադրանքներ Հայաստանում։ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահից մինչև նախկին ՔՊԱ Հովիկ Աղազարյան ու հանրապետական Տարոն Մարգարյան։ Մասնավորապես Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը գլխավոր դատախազության թիրախում են։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը միջնորդել է վերջիններիս անձեռնմխելիությունից զրկելու համար։ Պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դիմել է ազգային ժողով։ Ազգային ժողովն էլ իր հերթին համաձայնություն է տվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Սա այո, քաղաքական բեմականացում է։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը փորձում է շեղել հանրության ուշադրությունը իրական խնդիրներից, երկրի աղետալի վիճակից, Նիկոլի ցախումից եւ փորձում է 18 թվականի հռետորաբանությամբ Յաշիկ առ Յաշիկ հետ բերել եւ փորձում է թիրախ դարձնել նախկիններին։ Մի քանի մեղադրանքով են անցնում Աղազարյանն ու Մարգարյանը՝ կոռուպցիայից մինչև պաշտոնեական դիրքի չարաշահում, փողերի լվացում, պետական գույքի հափշտակում եւ այլն։ Իր դեմ քրեական հետապնդում հայտարարելու մասին Աղազարյանը չի ծանուցվել, տեղեկացել է մամուլից։ Ես նորապետական միջոցներից եմ ծանոթացել, եւ մենք արդեն ինֆարտաբանետ միասին մի քանի ամիս սպասում ենք, որ դա որևէ նմանատիպի ցուցակցության գազգան ժողով դերեկտորաբար մենք որևէ բանի անակնկալի չենք եկել։ ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ սա ռեպրեսիաների հերթական ալիքն է։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է այս կերպ շեղել հանրության ուշադրությունն իրական օրակարգից։ Նիկոլ Փաշինյանը գահավիժում է, իսկ այն ինչ որ տեղի է ունենում Տարոն Մարգարյանի նկատմամբ, այն ինչ որ մեղադրանք Սերժ Սարգսյանի նկատմամբ եւ այլ ընդդիմադիր գործիչների, սա նպատակը ընդամենը մեկն է, մեկ կամ երկու օրով կամ մի քանի ամսով երկարացնել իր իշխանությունը։ Սա ռեպրեսիա է, քաղաքական հետապնդում է ու շատ ակներև է ամեն ինչ։ Դե իսկ Հովիկ Աղազարյանը չի անհանգստանում իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդման փաստով։ Սա Աղազարյանի կյանքում ոչինչ չի փոխելու։ Պատգամավորն ասում է, շարունակելու է ապրել։ Ինչ եք պատրաստվում անել։ Ապրել, աշխատել։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովն էլ վստահ է, որ Սերժ Սարգսյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքը կեղծ է ու չի ունենալու հաջողություն ինչպես նախկինում, այդպես էլ հիմա։ Հերթական շինծու մեղադրանքն է եւ հերթական շինծու քրեական հետապնդումն է Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Սա ակնհայտ է եւ գործներ ցույց կտա։ Ինչպես նախորդ մեղադրանքներն են բոլորը եղել շինծու արեստացին, այնպես էլ այս մեղադրանքը նախագահ Սարգսյանի նկատմամբ շինծու է արեստական։ Սերժ Սարգսյանի դեմ նոր մեղադրանք է ներկայացվել խոշոր չափի հափշտակության, փողերի լվացման եւ դրան օժանդակելու համար։ Սեդամակարյան, Էդիկ Մալաքյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։